Բարև, Բուն TV եթերում սպորտ ոդքասթ հեթանոսի հետի հերթական թողարկումն է։ Մայիսի արդեն գրեթե կեսը, իսկ մայիս ամիսը համաշխարհային ֆուտբոլի համար երևի թե այն ամենակարևոր, ամենահետաքրքիր ամիսն է, երբ մեծ հաշվով ավարտվում է համաշխարհային ֆուտբոլը իր բոլոր հետաքրքիր մրցաշահերով եւ ազգային առաջնություններով։ Այսօր մեծ հաշվով կարող ենք երևի թե սահմանել, որ սա լինելու է էպիզոդ, որը նախասահմանելու է ավարտին մոտեցող եվրոպական առաջնություններում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև եվրոպական ամենագլխավոր ակումբային մրցաշահերի իրադարձությունները։ Դրա հետ մեկտեղ մենք խոսելու ենք նաև հայկական ֆուտբոլի մասին, քանի որ հայտնի են եզրափակչի մասնակիցները Հայաստանի գավաթի խաղարկությունում, ինչպես նաև հայտնի է չեմպիոնը, թե ով է դարձել, կարծում եմ շատերը արդեն գիտեն, Նոան հռչակվել է Հայաստանի առաջնության հաղթող եւ դա իր կարճատև պատմության առաջին չեմպիոնական տիտղոսն էր, նրանք տիտղոս տարել էին արդեն, նրանք նվաճել էին Հայաստանի գավաթը, բայց նրանց նկրտումները շատ մեծ ու բարձր էին եւ նրանք իրենց նպատակին կարողացան հասնել։ Որքանով որ ժամանակը կբավարարի, մենք կփորձենք նաև այլ մարզաձևերի եւս անդրադառնալ, քանի որ Երևանը նաև այս ընթացքում ընդունել էր կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որտեղ մենք ունենք Հայաստանի պատմության առաջին մեդալները, եթե ես չեմ սխալվում, կարատեի մեծ երկրպագու երբեք չեմ եղել, ինձ համար այդ մարզաձևը միշտ եղել է պրոբլեմատիկ եւ ես կբացատրեմ թե ինչ պատճառներով։ Կարճ ասած, այս ցանկը բոլոր նրանց համար, ովքեր որ մտածում են, որ նախորդ շաբաթ այդքան էլ կարող է հետաքրքիր իրադարձություններ չկան եւ դրանք ընկնելու են միայն մայիսի վերջի հատվածին, ոչ, հետաքրքիր իրադարձություններ շատ են, շատ երկրներում անգամ հայտնի են չեմպիոնները, հաղթողի գլխավոր եւ հիմնական հավակնորդները եւ այլն եւ այլն։ Կարճ ասած, այդ մասին եւ ոչ միայն խոսելու ենք րոպեներ անց։ Մայիս ամիսը մեզ հանգիստ չի տալիս եւ դա նախ եւ առաջ ֆուտբոլային աշխարհին է վերաբերում։ Իհարկե շատերը կարող են պնդել, որ Երևանում նաև եղանակը մեզ հանգիստ չի տալիս, բայց դե ինչ արած, մայիսը հենց այդպիսի ամիս է, տհաճ է մեղմ ասած Երևանյան փոթորիկների ֆոնին հետևել, թե ֆուտբոլային աշխարհում ինչ փոթորիկներ են տեղի ունենում, չնայած նաև դա ապահովության մեկ հանգրվան է, երբ դուրսը փոթորիկ է, կարող է ստանը վայելել եվրոպական մեծ ֆուտբոլ, իսկ այստեղ ասելիք շատերն ունեն ու շատերն են, որ իրենց ասելիքը արդեն ձևակերպել են։ Եթե խոսում ենք եվրոպական top 5 լիգաներից, այսինքն մեծ հաշվով Անգլիայում եւ Գերմանիայում հաղթողը հայտնի է։ Անգլիայի մասին մենք խոսել ենք, Լիվերպուլին շնորհավորել ենք, Արնե Սլոթին եւ նրա սաներին նույնպես, այդ մասին մեր նախորդ թողարկումներում եղել է։ Գերմանիայի մասին չենք խոսել։ Բավարիային պետք է շնորհավորել նաեւ հերացող Թոմաս Մյուլլերին, որը ավարտում է իր կարիերան պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի, նա մեծ ֆուտբոլում մեծ անուն է, հատկապես Բավարիայի պատմության համար, իր ոճի մեջ նա վերջին խոսքն ասած պատմեց մի անեկդոտ, շատ հետաքրքիր, բոլոր նրանք ովքեր որ նման հետաքրքիր կուրիոզ դեպքերի կամ զավեշտալի զվարճալի դեպքերի երկրպագու են, կարող են YouTube-ում, սոցիալական ցանցերում փնտրել գտնել, ես Մյուլլերի տաղանդը չունեմ անեկդոտ պատմելու, ինչպես հայտնի է երգիծական շոուում կարգին հաղորդումով է ասում, մարդիկ կան, որ անեկդոտ պատմել չգիտեն, ինձ մոտ գերմանական անեկդոտ պատմելը հաստատ լավ չի ստացվի, այնպես որ որոնեք գտեք, եւ կարելի է շնորհավորել Բավարիայից զատ նաեւ Հարի Քեյնին, որը իր երկարատև ֆուտբոլային գերետաքրքիր կարիերայի ընթացքում առաջին անգամ կարողացավ տիտղոս նվաճել, գավաթ իր մոտ չստացվեց, սկուտեղ ստացվեց, բայց դե ինչ արած, հնարավոր է, որ սկուտեղով պետք է անջրդի այդ իրականությունը ֆուտբոլային կարիերայի կոտրվեր եւ հետագայում նաեւ կլինեն հենց գավաթներ։ Շնորհավոր ենք նաեւ Քեյնին ու Բավարիայի երկրպագուներին առասարակ։ Պետք է նաև, եթե Համբուրգի երկրպագուներ կան, նաև նրանց պետք է շնորհավորել, քանի որ ոչ մեկ անգամ Գերմանիայի չեմպիոն դարձած այդ ակումբը վերադառնում է տևական դադարից հետո վերադառնում է Բունդեսլիգա։ Բայց դա լավ մեծ հնգյակի երկու առաջնությունների մասին, հակիրճ, իսկ Իսպանիայում կարելի է ասել, որ գլխավոր հավակնորդը Բարսելոնան վերջակետը դրեց չեմպիոնական պայքարում, ընդգծեց, որ այսպիսով վերջ ըստ էության ինքը գնում է գոնե Իսպանիայի առաջնությունում չեմպիոնության։ Դա չստացվեց
եվրոպական գլխավոր ակումբային մրցաշարում Չեմպիոնների լիգայում, բայց ըստ էության ամեն ինչ գնում է դեպի չեմպիոնության Իսպանիայում։ Ինչ տեղի ունեցավ սուպեր կլասիկո։ Պարզ է, այստեղ Մադրիդի Ռեալը շատ բան ուներ ասելու, քանի որ վերջին խաղերում նա միայն պարտվում է, այս մրցաշրջանի 4 խաղերում ըստ էության նա պարտվեց, պլյուս սուպեր գավաթ, պլյուս մինչև այդ էլ ընկերական խաղ էին խաղացել, պարտվել էին, բայց ընկերական խաղը իհարկե հաճախ տենց ցուցադրական բնույթ է կրում, իրան ոչ ոք լուրջ չի վերաբերվում, չնայած այդ խաղը իդեպ ասեմ, այդ ընկերական դիմակայությունը բավականին լուրջ էր, կրկոտ ստացվեց, այնտեղ թեժացան հարաբերությունները, ինչպես միշտ է կատալոնացիների եւ իսպանացիների միջև, բայց դա էլ մի կողմ։ Վերջին շրջանում չի ասի, որ Մադրիդի Ռեալը կարողանում է դաշտում լինել միանշանակ հաղթողի հավակնոտ։ Եվ չնայած դրան, որ որոշ դեպքերում նա առաջինն էր հաշվի մեջ առաջանցնում, ինչպես վերջին սուպեր կլասիկոյում արդեն 2 գնդակի առավելություն էր ստացել Մադրիդի Ռեալը, բայց պահել դա նրան չհաջողվեց։ Իսկ ինչու կարծենեք։ Ըստ իս Մադրիդի Ռեալը ինչ որ ստագնացիայի փուլում է, երբ նա չի հասկանում, թե ուր պետք է գնա։ Ուր պետք է գնա այս մարշչի գլխավորությամբ, ուր պետք է գնա այս կազմով, որը գրեթե ամեն ինչ հաղթել է։ Գիտեք, շատ հարցեր կան, որոնք որ ժամանակի ընթացքում են առաջանում եւ ոչ մի ֆուտբոլային ակումբ չի կարող այդ հարցերի պատասխաններն ունենալ, քանի դեռ այդ ճանապարհը չի անցել։ Մադրիդի Ռեալը անցել է։ Ոչ ոք կասկածի տակ չի դնում, որ դա գերզոր մեծագույն ակումբ է, սակայն Բարսելոնայի հետ դիմակայություններում, հակամարտությունում գլոբալ նրանք մշտապես ունեն մի մրցակից, իդեմս կրկնում եմ Բարսելոնայի, որը եթե ցատկում է դեպի վեր, դեպի ֆուտբոլային պանթեոնի բարձունքը, նա այնտեղ ցատկում է շատ լուրջ եւ շատ ամուր ցատկով։ Եվ այդ ճանապարհին նրան վայր գցել չի ստացվի եւ ոչ մեկին։ Չնայած պարզվում է, որ Միլանի Ինտերը դա կարողացավ անել, բայց դա մեկ այլ պատմություն է, որի մասին մենք եւս խոսելու ենք։ Մադրիդի Ռեալի պաշտպանությունը երբեք այսքան թույլ ու միանշանակ անօգնական տեսք չի ունեցել ինչպես հիմա, որովհետև միջին գծի ֆուտբոլիստները իրենց գործը ու անելիքը գիտեն արչևի գծի ֆուտբոլիստները, դա երևում է։ Իհարկե խաղից խաղ հնարավոր է կաղա Վինին, կարող է կաղալ Մբապեի խաղը, բայց նրանք մեծ հաշվով, երբ պահը գալիս է, իրենց պահերն օգտագործում են։ Վերջին սուպեր կլասիկոն առանձնահատուկ էր։ Տպավորություն էր, որ երկու ակումբների պաշտպանության գծի ֆուտբոլիստները չեն ժամանել խաղին։ Լավ, թող հնարավոր է դա որոշակի հեգնական է նրանց նկատմամբ, սակայն իրապես դու տեսնում ես, որ նրանք ինչ կարող են անել մյուս խաղերում, այսօր չեն կարողանում անել։ Եվ դրանով պայմանավորված հասկանում եք, առաջին խաղակեսը ավարտվում է 4-2 հաշվով։ Դիմակայություններ են ավարտվում ընդհանուր 4-2 հաշվով, իսկ մեզ մոտ առաջին խաղակեսն ավարտվեց։ Երկրորդ խաղակեսում եւս 1 գոլ եւ Մադրիդի Ռեալը կրճատում է տարբերությունը, բայց դրանից առավել նրանք չեն կարողանում անել 4-3 եւ Բարսելոնան հաղթում է։ Հաղթում միավորների առավելությունը մրցաշարի աղյուսակում հասցնում 7-ի եւ մեծ հաշվով մնացած խաղերում այնպես չէ, որ կա պատճառ մտածելու, որ Բարսելոնան իրար հետևից միավորներ կկորցնի եւ կզրկվի չեմպիոնական տիտղոսից։ Յուրաքանչյուր մրցաշրջան թե Բարսելոնան, թե Ռեալ Մադրիդը մոտենում են մեկ նպատակով։ Նրանք ցանկանում են հաղթել որևէ մեծ տիտղոս։ Մադրիդի Ռեալը մատնվեց անհաջողության բոլոր այս 3 ճակատներում էլ։ Եվ ըստ էության այնտեղ հասունանում է մեծ փոփոխություն։ Մադրիդի Ռեալում առաջին դեպքը չէ, որ նման ճգնաժամային իրավիճակ է հասունանում կամ ճգնաժամային իրավիճակում է հայտնվում ակումբը, բայց նաև նրանք գիտեն այդ իրավիճակից սահուն դուրս գալ։ Ոչ մեկ անգամ այնտեղ կուլիսային բանավեճեր են եղել, խնդիրներ, բայց ակումբը միշտ դրսևորել է իրեն բնորոշ մեծ թիմի պատմությունները մեծ հաշվով միշտ լուծվել են եւ արդյունքում ճիշտ որոշումներ կայացվել եւ Մադրիդի Ռեալը դուրս է եկել մաքուր զուլալ, ինչպես իր մարզաշապիկն է սպիտակ։ Բարսելոնան երբեք տենց դուրս չի գալիս։ Բարսելոնայում միշտ կրքերը բորբոքվում են, մշտապես այնտեղ կան բողոքներ, լինում են դրամական
խնդիրներ տարատեսակ եւ տարբեր չափերի, ինչպիսիք որ կան մինչեւ հիմա, պարզվում է, որ չեն կարող կառուցել սա, չեն կարող այն 2-3 ֆուտբոլիստին վճարել ամբողջական աշխատավարձ, կարճ ասած, տիպիկ պատմություն ֆուտբոլային, երբ վատ մենեջմենթի հետևանքով ակումբը ընկնում է։ Հիմա չնայած ֆինանսական արկա խնդիրներին Բարսելոնան որպես թիմ կարողացել է բարձրանալ մի քանի level, բարձր level up է եղել եւ վերադարձել այն դիրքին, որտեղ որ մենք միշտ ցանկացել ենք Բարսելոնային տեսնել։ Ես էլ որպես Բարսայի երկրպագու կարող եմ խոստովանել, որ այո, նրանք արժանի հետնորդն են այն մի քանի տարի առաջվա այն ակումբի, որը հավակնում էր հաղթել ամեն տիտղոս։ Կարճ ասած, Իսպանիայում նրանք խնդիրը լուծեցին, մինչ այդ էլ նրանք սուպերկլասիկոյում լուծել էին Իսպանիայի թագավորական գավաթը, թագավորից ստացան մեդալներն ու գավաթը։ Կարճ ասած, նրանք թվում է թե պետք է շարժվեին նաև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որի վերջնական հասցեն Գերմանիայում էր, պետք է գնային Մյունխեն, բայց նրանց ճանապարհին կանգնեց իտալական Ինտերը։ Երևի թե իսպանական այս տրագիկոմեդիայից, տրագեդիայից եւ հաղթանակի մասին էպոպեայից հետո պետք է անցնենք արդեն եվրոպական ֆուտբոլ եւ ամփոփենք եվրոպական գլխավոր առաջնությունների, Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի ու մեզ նաեւ հետաքրքիր կոնֆերենցիաների լիգայում տեղի ունեցած հանդիպումները, ինչպես նաեւ եզրափակչի մասնակիցներին կոնֆերենցիաների լիգային պետք է ժամանակ տանք, որովհետեւ այդուհանդերձ մենք այդտեղ այս մրցաշրջանում ինչ որ փոքրիկ մասնակցություն ունեցել ենք եւ ճիշտ չի լինի այդ մրցաշրջանը աչքաթող անել։ Պարզ բան եմ ասելու։ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում կար երկու զույգ։ PSG Arsenal եւ Inter Barcelona։ Թվում է թե եվրոպական ֆուտբոլում համարժեք քաշային կատեգորիայում գտնվող ակումբներ են։ Այո, տիտղոսներով նրանք տարբերվում են, մեկը շատ, մեկը քիչ, մեկը չունի ընդհանրապես, որոշները չունեն ընդհանրապես ականջավոր գավաթ, բայց քաշային կարգի առումով նրանք հավասարազոր ակումբներ են։ Եվ ահա այնպես էր դասավորվել, որ Չեմպիոնների լիգա հաղթած փորձառու ակումբները դուրս էին եկել իրար դեմ, Ինտերն ու Բարսան, եւ Չեմպիոնների լիգան երբեք չհաղթած PSG-ն ու Arsenal-ը միմյանց դեմ։ Պարզ էր, որ երկու խաղերում էլ հետաքրքիր դիմակայությունների ականատեսն ենք լինելու, բայց որ ստացվելու էր այնպես, որ մենք ականատեսն էինք լինելու եվրոպական ակումբային մրցաշարի պատմության լավագույն երկու խաղից կազմված դիմակայությանը, մեղմ ասած, ես չէի կարծում, որ նման բան առհասարակ հնարավոր է։ Սա Չեմպիոնների լիգայի անթոլոգիայի մաս է կազմելու միանշանակ տասնամյակներ անց այս դիմակայությունը հիշելու են։ Ինտեր Բարսելոնա հանդիպումն ավարտվեց լրացուցիչ խաղակեսերում խփված գնդակով Աչերբիի կողմից եւ ընդհանուր հաշիվը երկու դիմակայություններում 7-6 հոգուտ Ինտերի։ Հիմա բաժանենք երկու մասի այդ դիմակայությունը։ Եվ այդ երկու խաղերը սիմվոլիկ ավարտվեցին 3-3 հաշիվներով։ Արդեն իսկ ֆանտաստիկ է։ Գոլերը ամեն տեսակ գեղեցկության, վարպետության հաշվին, պատահականության հաշվին, սխալների հաշվին, սխալներ, որոնք որ ֆուտբոլը գեղեցկացնում են։ Այո, ֆուտբոլը դա մի խաղ է, որտեղ որ դու ես սխալվում եւ մրցակիցն է օգտվում դրանից, կամ ստիպում ես, որ մրցակիցը սխալվի եւ դու ես օգտվում դրանից։ Այդ ամենը կար այս դիմակայություններում։ Ինտրիգ, քարտեր, կրքեր, գեղեցիկ խաղ վերջի վերջո, եւ որն է ել ավելի հետաքրքիր, փորձը խաղում էր ընդդեմ տաղանդի, փորձը խաղում էր ընդդեմ երիտասարդության, տարեցները խաղում էին ընդդեմ երիտասարդության եւ ստացվեց այնպես, որ տարեց ֆուտբոլիստները հաղթեցին երիտասարդներին։ Ամենաերիտասարդ ակումբներից մեկն է այո Բարսելոնան իր ակադեմիայի սաներով, իսկ Ինտերը դա մի ակումբ է, որը ամեն տեղից կարողանում է գտնել տարեց ֆուտբոլիստների, բերել, իրար գլուխ հավաքել, իսկ Սիմոնե Ինզագին այդ ամենից ստանում է մի ֆանտաստիկ թխվածք իտալական, որը կարողանում է ձեռնոց նետել, կրկնում եմ, համաշխարհային ֆուտբոլի բարձունքին ձգտող ակումբի, որը եթե հասնում է այդ բարձունքին, այնտեղ իրեն հավասարը չկա, ձեռնոց նետող չկա։ Գիտեք, Ինտերը ասելով, որ գլխից բարձր է ցատկում, կնշանակի ոչինչ չասել։ Այդ թիմը նաև ի պատիվ մեզ հայկական ֆուտբոլի, նաև հայկական գործոնով է ներկայացած, Հենրիխ Մխիթարյանը ամուր իր տեղն ունի մեկնարկային 11-ի ցանկում, հաճելի էր նրան տեսնել, նա մեկնաբանեց իր խաղն ընդդեմ Յամալի,
ասաց, որ անհնարինության աստիճանի բարդ էր նրա դեմ խաղալը, մենք դա տեսանք որոշ դրվագներում հենց Հենրիխ Մխիթարյանին անցումից հետո կարողացավ Յամալը աչքի ընկնել, կարճ ասած այդ փորձի եւ երիտասարդության տարիքի եւ երիտասարդների միջև հակամարտության պայքարի նմուշ օրինակներ մենք դաշտի բոլոր մասերում տեսնում էինք եւ գիտեք ինչ պետք է մեծարել Ինտերին, քանի որ նրանք կարողացան ձեռնոց նետել, կրկնում եմ, մի ակումբի, որը եթե բարձր է ցատկում, նրա հետևից հասնել անհնար է։ Եվ գիտեք, նաև դրան օգնում է այն հանգամանքը, որ նրանք ոչ թե տարածության մեջ են պայքարում Ինտերի հետ, այլ կոնկրետ երկու խաղի կտրվածքով։ Հնարավոր է եզրափակչում նրանք օրինակ խայտարակ պարտություն կրեն, դա չի բացառվում, քանի որ նրանք օրինակ վերջին շրջանում որևէ կերպ չեն կարող բացատրել օրինակ Բոլոնիայից կրած պարտությունը։ Այո, եթե Ռոմայի պարտությունը ես որևէ ձև կարող եմ հասկանալ, պարզապես Ռոման բոլորին է հաղթում, հասկանալի անհասկանալի պատճառներով օբյեկտիվ սուբյեկտիվ իրականություն է դա, բայց դա կարելի է հասկանալ ու մեկնաբանել Բոլոնիայից պարտությունը անհնար է մեկնաբանել։ Եվ հիմա եզրափակչում, այո, PSG-ն, որը վերջին տարիներին մեկ անգամ մասնակցել է եզրափակչին, պարտվել, չի կարողացել ֆրանսիական ֆուտբոլի ամենաբարձր տիտղոսը կրկնել եւ միշտ դարձել է դրա համար Մարսելի Օլիմպիկի ծաղրի առարկան, հիմա նրանք նպատակ ունեն այդուհանդերձ այդ քայլը կատարելու եւ հնարավոր է այո եզրափակչում նրանք հեշտությամբ կարողանան հաղթել։ Ես այդպիսի սցենար տեսնում եմ, բայց այս երկու կոնկրետ խաղերում նրանք տրամադրվել էին վերջին պատերազմի վերջին պայքարի եւ դա նրանց մոտ ստացվեց։ Խաղալ այնպես ինչպես որևէ մեկը չի կարող խաղալ ընդդեմ Բարսելոնայի։ Անկամ Մադրիդի Ռեալը, որ մրցաշրջանի ընթացքում բազմաթիվ հնարավորություններ ստացավ նույն Բարսելոնային պատժելու վերջապես այդ ուժի ցուցադրության եւ ուժի կիրառման համար Ինտերը Ռեալի մոտ չստացվեց, Ինտերը դա կարողացավ անել։ Ինտերը դա կարողացավ անել համակարգված կանոնավոր խաղի, երբեք ինքն իրեն չկորցնելու հաշվին, անձնվեր խաղի հաշվին եւ այս երկու դիմակայություններում հատկապես հետաքրքիր է գնահատել Զոմերին։ Դարպասապայի, որը միշտ թերագնահատվել է, միշտ համարվել է լավը, բայց ոչ այնքան լավը, որ արժանի լինի հանդես գալու գերակումբում։ Եվ Զոմերի խաղը, նրա որակը այս դիմակայության կտրվածքով հետաքրքիր է նաև մեկ այլ հանգամանքով։ Մենք նրա խաղը կարևորում ենք, չնայած նրան, որ դարպասապահի պաշտպանած դարպասում հայտնվել է 6 գնդակ։ Մենք խոսում ենք լավ դարպասապահի մասին, որը 6 գնդակ է բաց թողել, հասկանում եք։ Եվ դա հենց խոսում է այս դիմակայության փառայեղության մասին։ Նույնը կարելի է ասել Շեսնի համար, այնպես չէ որ Շեսնին վատ է խաղացել, բայց նա էլ բաց է թողել 7-ը։ Եվ այստեղ հաղթող է դարձել Ինտերը։ Եվ Ինտերը կներկայացնի իտալական ֆուտբոլը Չեմպիոնների լիգայի գլխավոր եզրափակչում մայիսի 31-ին Մյունխենում։ Նրանց ես ինքս ցանկանում եմ հաջողություն Ինտերի վերջին եզրափակչի ժամանակ վերջին Չեմպիոնների լիգայի եզրափակիչը նրանք տանուլ տվեցին մեծ հաշվով այս կազմիկ օրիզը այնտեղ էլ կար նույն գլխավոր մարշչով այն ժամանակ Մանչեսթեր Սիթին էր իր պիկի շրջանում մեկ գնդակը ամեն ինչ վճռեց եւ Մանչեսթեր Սիթին այնտեղ հաղթեց չնայած թվում էր թե էլի փորձով էլի նույն Ինտերն է նույն հնարավորություններով ու կրկնում եմ նաեւ ֆուտբոլիստների այդ խումբը հիմնականում նույնն էր որոնք որ հարց են լուծում բայց հիմա կան նոր կատարողներ հետաքրքիր անուններ ու նոր գույներով բացված ֆուտբոլիստներ որոնք անգամ չնայած իրենց տարիքին կարողանում են զարմացնել դրանց թվում երևի թե առանձնահատուկ տեղ ու դեր ունի նաև Հենրիխ Մխիթարյանը, որը կրկնում եմ մեկնարկային կազմի անփոխարինելի ֆուտբոլիստներից մեկն է դարձել։ Իհարկե այստեղ կա նաև եւս մեկ տարածաշրջանային հակամարտություն, որի մասին չխոսել նույնպես չեմ կարող, հայ-վրացական փոքրիկ դիմակայություն եւ այստեղ ես հիշեցի Նոբել Արուստամյանի հարցազրույցը Խվիչայի հետ, երբ նա դեռ նոր էր տեղափոխվում Նապոլի, այն ժամանակ Նոբելը հարց էր տվել Խվիչային, թե որը կլինի քո համար բարձրագույն կետը։ Ինչ ես երազում դու ֆուտբոլում, ասեց իմ երազանքը Չեմպիոնների լիգան հաղթելն է։ Նվազագույնը այդ տղան հասել է իր նպատակի վերջնակետին, որտեղ որ այդ հարցը հենց պետք է լուծի։ Ինքը մասնակցելու է այդ հարցի լուծմանը, փորձելու է։ Միանշանակ է, որ այդ տիտղոսին հավակնում է նաև Հենրիխ Մխիթարյանը, որը արդեն մեկ անգամ պարտվել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում։
Եվ այստեղ մեծ հավանականությամբ ինքը կլինի մեկնարկային կազմում ի տարբերություն Ստամբուլյան եզրափակչի, որտեղ որ նա վնասվածք ուներ եւ միայն վերջին 10 թե 10 պլյուս մի քանի րոպեներ անցկացրեց, չկարողացավ օգնել, արդյունքում ստացվեց այն, ինչ ստացվեց։ Հայ-վրացական փոքրիկ հակամարտության ենք նաև ականատեսը լինելու, տեսնենք թե ով կնվաճի վրացիները վրացական ֆուտբոլը այս տիտղոսին ոչ վաղ անցյալում էլի նույն քաղաքի թիմը ներկայացնող մեկ այլ ակումբի գլխավորությամբ մասնակցությամբ այստեղ Կախակալաձեն Չեմպիոնների լիգայի գավաթ հաղթել է, նրանք ճաշակել են այդ համը եւ երևի թե ցանկալի է որ ժամանակը գա հասնի նաև մեզ Ինտերը այս մրցաշրջանում այդ մեկ խաղի կտրվածքով արժանի է այդ տիտղոսին։ Մեկ այլ բան է արդեն Իտալիայի առաջնությունում տեղի ունեցող զարգացումները, Ջենուայի հետ խաղում Նապոլին կորցնում է միավորներ, բայց մինչև այդ էլ Ինտերը կրկնում եմ զարմանալի երկու խաղ իրար հետևից պարտություն կրեց եւ առաջատարի դիրքը կորցրեց։ Հիմա արդեն նորից տարբերությունը կրճատվել է օգտվելով հենց այս ոչ ոքից։ Տեսնենք թե մնացած տուրերում ինչ տեղի կունենա, բայց մեծ հաշվով այս Ինտերի, որը որ մեծագույն ֆուտբոլ է ցույց տվել մրցաշրջանի ամբողջ ընթացքում, հնարավոր է որ նրանք մնան առանց գավաթի։ Հասկանում եք, դա մի քիչ անարդար կլինի եւ մաղթելով հաջողություն Չեմպիոնների լիգայում շատ հավանական է, որ նրանք պարտվեն Նապոլիին Իտալիայի առաջնությունում եւ զարմանալ պետք չէ եւ դա այն դեպքում, երբ գոնե ինձ համար այս Ինտերը շատ ավելի լավն է, քան նախորդ տարվա Ինտերը, 2 տարի առաջվա Ինտերը, անգամ այն Ինտերը, որը որ դուրս էր եկել Ստամբուլյան եզրափակիչ Չեմպիոնների լիգայի։ Իր հերթին այս Նապոլին այն Նապոլին չէ, որը որ դարձել է չեմպիոն, գոնե նրանց խաղում որևէ երևելի բան ես չեմ տեսել, ի տարբերություն այն թիմի, որը որ միանշանակ էր գնում այդ չեմպիոնության։ Այս Նապոլին գնում է չեմպիոնության զուտ այն հանգամանքների պատճառով, որ Ինտերը հնդածս միավորներ է կորցնում։ Այսինքն այստեղ օգտվում է սայթակումներից եւ ինքն իր համար ճանապարհ է հարթում դեպի հերթական տիտղոսին։ Հնարավոր է դա նույնպես հաղթանակի ճանապարհ է։ Ոչինչ չես կարող ասել։ Նապոլին արժանի թիմ է։ Միանշանակ մրցաշրջանի ամբողջ ընթացքում նրանք իրենց ճանապարհը հարթել են դեպի սա։ Պայքարի շրջանակը ճակատները նրանք նեղացրել, հասցրել են այս մեկ ճակատի եւ ըստ էության այո, ինչու ոչ բոլոր խաղերում հաղթում են եւ նրանք նվաճում են Իտալիայի չեմպիոնի կոչումը։ Այո, լինելով հայ ամատության մեջ ավելի թույլ, քան Ինտերը։ Դե ինչ գալիք շաբաթները, գալիք օրերը անգամ այսպես կարող ենք ձևակերպել բոլոր հարցերի պատասխանները կտան։ Եվ Ինտերին նվիրված այս պատմության, այս անդրադարձի վերջնահատվածը ցանկանում եմ նվիրել մի ֆուտբոլիստի, որից որևէ սպասելիք երբեք ես չեմ ունեցել, չնայած նա եղել է միջինից բարձր, լավ պաշտպան։ Եվ խոսքս Աչերբիի մասին է։ Սա նրա երրորդ մրցաշրջանն է Իտալիայի առաջնության բազմակի չեմպիոնի Ինտերի կազմում եւ նա երբ եկավ Սիմոնե Ինձագի գլխավորությամբ նոր ակումբ, մինչ այդ էլ նա հանդես էր գալիս Լացիոյում, որը գլխավորում էր Ինձագին, այնտեղ նա իդեպ տիտղոսներ նվաճել է, գավաթը եւ այլն, բայց Աչերբին իմ ընկալման մեջ երբեք փառահեղ պաշտպան չի եղել։ Նա եղել է վստահելի լավ պաշտպան, բայց հանճարեղ ոչ մի բան երբեք նրանից չէի սպասում։ Իհարկե, սա նրա պես տարիքով պաշտպանի համար երևի թե կարիերայի կիզակետն է, բարձրագույն կետերից մեկը եւ նրա համար ես կրկնակի ուրախ եմ, քանի որ նման պատմությունները համաշխարհային ֆուտբոլում շատ քիչ են, նա 2 անգամ քաղցկեղ է հաղթահարել եւ չնայած որ ի հեճուկս է հանդես եկել տարբեր խնդիրներով պայմանավորված, այդուհանդերձ բոլորը նա պայքարով հաղթել է, պարտության մատնել եւ հասել մի կետի, երբ նա վճռորոշ գնդակ է խփում կատալոնական Բարսելոնայի դարպասը եւ օգնում իր թիմին, Ինտերին նվաճել Չեմպիոնների լիգայի եզրափակչի ուղեգիր։ Նա յուրահատուկ ֆուտբոլիստ է եւ երևի թե նաեւ ֆուտբոլի գլխավոր հարստություններից մեկն էլ հենց այն է, որ հաճախ այն մարդիկ, այն տղաները, որոնք որ ինչ որ դիրքում ինչ որ օղակում իրենց պարզապես խնդիրների շրջանակն են փակում,
նրանք համաշխարհային ֆուտբոլի այդ ամենատես աչքից դուրս են մնում։ Նա ինչ որ շարքային ֆուտբոլիստ է, որը այսօր լավ է հանդես գալիս եւ վստահելի է կարելի է նրան տեսնել պաշտպանությունում։ Այդպիսի մի ընկալում է եղել մշտապես Աչերբիի մասին եւ նա կարողացավ այստեղ փայլել, տարիքն ու փորձը նրան ուղղորդեցին, որ նա ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվեց, ճիշտ կետում հարվածային գծի, որտեղ որ պետք է լինի, ասենք օրինակ կենտրոնական հարձակվողը, բայց նա եղավ այդտեղ եւ նա հենց դարձավ հաղթական գոլի հեղինակը։ Չեմ ցանկանում մինչեւ այդ որևէ դրվագ քննարկել, արդյոք կար խախտում, չկար խախտում մինչեւ այդ։ Դրանք այդ ամենը ֆուտբոլ խաղը տգեղացնող, ֆուտբոլ խաղը ստանդարտ ինչ որ մի բան սարքող պահեր են, որոնք որ արժանի չեն անգամ քննարկման։ Մեծ խաղում այո լինում են փոքրիկ սխալներ եւ փոքրիկ սխալներից մեծ սխալ դարձնել ընդհանրապես պետք չէ, քանի որ մեծ սխալների մասին խոսելիս մեծ խաղերը դառնում են փոքր ու անհետաքրքիր դիմակայություններ, իսկ այդպիսին այս դիմակայությունը չէր։ Այսքան է թերևս Չեմպիոնների լիգայի եւ Ինտերի, ինչպես նաեւ Բարսելոնայի մասին շարժվենք առաջ ու խոսենք արդեն մյուս եվրոպական մեծ տիտղոսների մասին։ Եվրոպա լիգայի եզրափակում Բիլբաոյի Սան Մամես ստադիոնում միմյանց դեմ դուրս կգան անգլիական երկու ակումբներ Մանչեսթեր Յունայթեդն ու Տոտենհեմը։ Պարզապես ասել, որ այս ակումբները ձախողել են անգլիական մրցաշարերում իրենց ելույթները կնշանակի ոչինչ չասել։ Այնքան էլ նման որակի խաղ են ցույց տալիս։ Արդյունքի անգամ տեսանկյունից։ Վերցնենք 36-րդ տուրը։ Երկուսն էլ պարտվել են։ Երկուսն էլ 0-2 հաշվով։ Կարող ես միայն շնորհավորել, ինչքան զուգահեռ կարելի է այս երկու ակումբի միջև անցկացնել։ Զուգահեռները շատ են, նմանությունները շատ են, բայց կա մեկ հստակ տարբերություն։ Դե գույներից բացի, ակումբի գույներից բացի։ Մանչեսթեր Յունայթեդը այն մեծագույն անուններից մեկն է համաշխարհային ֆուտբոլում, որը 16-րդ հորիզոնականում գտնվել ու բավարարվել դրանով չի կարող։ Դա պատիվ չի բերում եւ ոչ մի ակումբի։ Հասկանում եք, նա մոտիկ է առաջնությունը լքելու հորիզոնականին, անսահման շատ է մոտիկ, չգիտեմ անգամ վերջին անգամ երբ են նրանք եղել 16-րդ։ Տոտենհեմին 17-րդ տեղը չեմ ասի, որ սազում է, բայց բացատրելի ու ընկալելի է։ Այդ ակումբը ունի հակասական պատմություն, մշտապես այնտեղ խնդիրներ են, թույլ կամ այն որակներով, պարտվողի հոգեբանությամբ հաճախ երբեք չեն ունեցել հաղթողին բնորոշ որակներ, անգամ այն տեղերում ու դեպքերում, երբ նրանք պետք է հաղթեին, նրանք կարող են վայրկյանների ընթացքում մեկ սենց մատի հարվածով ամեն ինչ փչացնել, ինչպես օրինակ եղավ այն մրցաշրջանում, երբ Լեսթերը դարձավ Անգլիայի առաջնության չեմպիոն։ Բայց նրանց այդուհանդերձ պարբերաբար Տոտենհեմի մասին է խոսքը, նրանց մոտ ստացվում է ինչ որ մեծ ու ճոխ քայլեր գցել թե դեպի առաջ եւ այդուհանդերձ մնալ համաշխարհային ֆուտբոլում միջինից բարձր ակումբ, որը պարբերաբար ինչ որ տասնամյակները մեկ կարողանում է ինչ որ միջինից բարձր մրցաշարերում հասնել եզրափակիչ կամ անգամ տիտղոսներ նվաճել։ Այո, շատերը վստահ են, որ Տոտենհեմը որևէ ակումբային գավաթ չունի եւ ոչինչ չունի ցույց տալու։ Դա այդպես չէ։ Տոտենհեմը առաջին ակումբն է Անգլիայում, որը նվաճել է եվրոպական տիտղոս պարտության մատնելով 60-ական թվականներին Ատլետիկո Մադրիդին գավաթակիրների գավաթի խաղարկությունում։ Իդեպ նա երկու անգամ նվաճել է Եվրոպա լիգայի գավաթը, այժմ հայտնի որպես Եվրոպա լիգա, այն ժամանակ UEFA-ի գավաթ, մեկ անգամ էլ ասել եզրափակիչ եւ պարտվել այնտեղ։ Այն ժամանակ պետք է նշել, որ այդ 3 դիմակայություններն էլ UEFA-ի գավաթի եղել են կազմված 2 խաղերից, իսկ այժմ, ինչպես եւ Չեմպիոնների լիգայի դիմակայության եզրափակիչն է, այստեղ 1 հանդիպում է։ Ինչ կստացվի անել Տոտենհեմին, ինչ կստացվի անել Մանչեսթեր Յունայթեդին։ Եթե Մանչեսթեր Յունայթեդի համար սա պարզ շարքային խնդիր է, հաղթել մրցաշարում, ինչպես նրանք արել են ոչ վաղ անցյալում, եւ հայտնվել Չեմպիոնների լիգայում, պարզ բան է, բոլորի համար հասկանալի։ Տոտենհեմի համար սա ոչ միայն խնդիր է ապահովելու Չեմպիոնների լիգայի ուղեգիր,
նախ եւ առաջ հենց դա չէ, դա երկրորդական էֆեկտ է, որը կտա դրական ինչ որ մի հավելյալ հետաքրքրություն, հա։ Տոտենհեմի խնդիրը 40 տարի անց նորից եվրոպական որևէ տիտղոս նվաճելն է։ Իսկ վերջին անգամ այդպիսին եղել է 80-ականներին, երբ նրանք, կրկնում եմ, նույն UEFA-ի գավաթի խաղարկությունում կարողացել են 11 մետրանոց հարվածաշարում պարտության մատնել բելգիական Անդերլեխտին եւ այո, նվաճել իրենց վերջին եվրոպական տիտղոսը։ Դրանից հետո տեղատվություն է, թիմը ճահճացել է, չգիտի ուր եւ ինչպես գնա, չնայած որ մեծ անունները գալիս ու գնում են Տոտենհեմից եւ հիմա էլ կան իհարկե մեծ անուններ, տաղանդներ, որոնք որ պետք է կարողանան պարգևել այդ թիմի երկրպագուներին ինչ որ հաջողության եւ հաղթանակի զգացողություն, կարծում եմ որ այդուհանդերձ նրանք արժանի են նմանին, չէ որ ակումբը, կրկնում եմ, ունի ասելիք, նա նաև նմուշ օրինակ է նրա, թե ինչպես կարելի է ֆինանսական միջոցները կառավարել, թերևս այստեղ կարող են փորձի փոխանակում անցնել կատալոնական ակումբի, Բարսելոնայի մենեջմենթի տարբեր օղակների ներկայացուցիչները մշտապես եկամտաբեր է, նրանք իրենց ստադիոնը Բարսելոնայից շատ ավելի վաղ են կարողացել նորոգել եւ դարձնել համաեվրոպական ֆուտբոլի գլխավոր թատերաբեմերից մեկը։ Կարճ ասած, ակումբը Տոտենհեմ Հոտսպուրը օրինակ է նրա, թե ինչպես կարելի է շուրջ ֆուտբոլային աշխարհը անել մենեջ, բերել տեսքի, բայց այլ ֆուտբոլ խաղալ այնպես ինչպես չես ցանկանա, որ որևէ մեծ անունով ակումբ խաղա։ Նրանք կաղում են ամեն գծում, նրանք թերություններ ունեն ամեն կետում եւ հետաքրքիր է որ անգլիական ֆուտբոլի մեծ անունները եւ համակրելի, բայց միջին անունները, որոնք որ հիմա մրցաշարի աղյուսակի ամենահետնամասերում նրանցից ավելի վատ են միայն Իպսվիչը, Լեսթերն ու Սաութհեմփտոնը, որոնք երեքն էլ արդեն այնքան քիչ միավոր ունեն, որ դեռևս առաջնությունը չավարտված լքել են Պրեմիեր լիգան։ Եվ դրանցից վերև ըստ էության Տոտենհեմ ու Մանչեսթեր Յունայթեդ հենց նրանք կվիճարկեն Եվրոպա լիգայի գավաթը մայիսի 21-ին, փոքրիկ առավելություն ունի Մանչեսթեր Յունայթեդը, կարող եք ասել թե ինչու, չմտածեք թե այդ մեկ հորիզոնականն է Անգլիայի առաջնությունում դեր խաղում, ոչ, նրանք պարզապես կիսաեզրափակում խաղացին հենց Բիլբաոյի Ատլետիկի հետ, այն ստադիոնում, որտեղ էլ որ լինելու է եզրափակիչը, եւ ըստ էության փոքրիկ փորձ նրանց համար ճաշակելու տեղի օդը, ուտելիքները, ինչպես նաև հասկանալու թե ինչպիսի խոտի որակ կա, ինչպես այդտեղ խաղալ եւ եւս մեկ հավելյալ հանդիպում այդ ստադիոնում նրանց միայն փոքրիկ եւ հնարավոր է անգամ ոչ այդքան փոքրիկ, անգամ մեծ առավելություն է տալիս։ Հավատացնում եմ դա այդ փուլում, երբ նույն մրցաշարի կիսաեզրափակում գրեթե նույն ճնշման ներքո է խաղում, ինչու՞ չէ, սա անգամ շատ լուրջ առավելություն է։ Այդուհանդերձ, այդ առավելությունից զատ երկու կաղացող խնդիրներով ակումբներ կվիճարկեն, կրկնում եմ, Եվրոպա լիգայի գավաթը եվրոպական ակումբային մրցաշարի երկրորդ կարգով տիտղոսը։ Ինչպես եւ խոստացել է, կոնֆերենցիաների լիգան գալիս է այս շարքում երրորդը, մեծ բան չկա ասելու, անգլիական ֆուտբոլը մրցելու է իսպանականի հետ, այստեղ Չելսին կխաղա Սևիլիա քաղաքի մեկ այլ ակումբի Բետիսի հետ։ Բետիսը շատ մոտ էր այդ տեղը զիջելու մեկ այլ թիմի, իտալական Ֆիորենտինա, որը նախորդ երկու մրցաշարերի եզրափակչի մասնակից է եւ երկու անգամ էլ պարտվել է։ Ֆիորենտինան այստեղ էլ եւս մոտ էր, հավակնություններ կային, բայց Բետիսը այդուհանդերձ ասեց իր խոսքը եւ նա է հենց վիճարկելու կոնֆերենցիաների լիգայի նոր եվրոպական մրցաշարի, ակումբային մրցաշարի, որը հիմնականում թույլ երկրների համար է ստեղծված, որը որ մենք մեր վրա զգում ենք, շատ հաճելի է, որ այս մրցաշարը կա, մենք 3 անգամ ներկայացված ենք եղել, այս մրցաշարում էլ այս մրցաշրջանում մենք մասնակից ունեցանք, Նոան կարողացավ հայտնվել լիգայի փուլում եւ որպես հետգրություն ու գնահատական Նոայի ելույթների պետք է ասել, որ ըստ էության նրան ոչ այդքան հեշտ մրցակիցներ էին բաժին հասել, քանի որ նրանցից մեկը հենց փաստացի Չելսին էր, հաղթողի գլխավոր հավակնորդը եւ մարդը, որ դա վերահաստատեց հենց իր անցած ճանապարհով, նրանք եզրափակում են արդեն եւ հենց մեծ հաշվով կարող արդար լինենք եւ ասենք, որ այդ եզրափակում Բետիս Չելսի ըստ էության Չելսին հաղթողի թիվ 1 հավակնորդն է եւ դրանից զատ նաեւ Վիեննայի Ռապիդը, որը հասավ մինչև քառորդ եզրափակիչ, այնպես որ Նոայի մրցակիցները
հեշտերի թվում չեն եղել երկուսը նվազագույն, այսինքն Նոան կարող էր միայնոր վաստակել այն մնացած 4 խաղում, եթե արդարացի գտնվենք եւ դրանցից երկուսում դա հայկական ակումբի մոտ ստացվեց։ Իդեպ նաեւ Նոան շնորհավոր է Չելսիին եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ։ Ինչ սպասել այս եզրափակչում ըստ էության միանշանակ է, որ Չելսին պետք է պարզապես տիտղոս նվաճի։ Նույն խնդիրը ունի նաև Բետիսը, որը մշտապես եղել է իսպանական մակարդակում միջին թիմ, լավ ամուր բայց միջին թիմ, այստեղ ըստ էության նրանք ինչ որ եվրոպական տիտղոսի հետևից գնալու խնդիր ունեն, մանավանդ իրենց համակարգացիների ֆոնին, որոնք որ Եվրոպա լիգայի մշտնջենական հաղթողների հավակնորդների ցանկում են, նրանք այդ տիտղոսը նվաճել են ամեն կերպ, ամեն ձև, գրեթե ամեն մրցաշրջանում, մանավանդ եթե խոսում ենք վերջին տասնամյակների մասին։ Նրանց այդ համեմատությամբ իհարկե Բետիսի ֆուտբոլիստները ինչ որ մի բան նվաճելու եւ իրենց թանգարանում ունենալու խնդիր միանշանակ ունեն, հատկապես խոսքը եթե եվրոպական ֆուտբոլի մասին է։ Այնպես որ այստեղ էլ ամեն ինչ հասկացանք, ըստ էության շատ բան չկա ասելու, եւ քանի որ որոշակիորեն շոշափվեց նաեւ Նոայի անունը, երևի թե ժամանակն է, որ մենք եվրոպական ֆուտբոլից անցում կատարենք Հայաստանի առաջնությունում, քանի որ այստեղ էլ Նոան դարձավ Հայաստանի չեմպիոն եւ իր պատմության մեջ դա արեց առաջին անգամ։ Fastex Premier League-ի հերթական 30-րդ տուրը տվեց ամենակարևոր հարցերից մեկի պատասխանը։ Նոան դարձավ Հայաստանի առաջնության հաղթող իր պատմության մեջ առաջին անգամ։ Հետաքրքիր է, որ այնպես համընկավ, որ այդ հարցը լուծվեց գործող չեմպիոնի դեմ խաղում։ Փյունիկը չկարողացավ Աբովյանում Վագն Թումասյանի անվան մարզահամալիրի կենտրոնական խաղադաշտում հակադրել մեծ հաշվով որևէ բան հավակնոտ այդ թիմին, Նոան հասկացրել էր արդեն նախորդ մրցաշրջանում, որ մեծ նպատակների հետևից է գնում եւ այդ մեծ նպատակներից պարզապես մեկ աստիճաններից մեկն է Հայաստանի չեմպիոնության նվաճումը, Հայաստանի չեմպիոնի տիտղոսը, նախորդ տարի դա չհաջողվեց եւ այս տարի նրանք պետք է ասել նաեւ, որ դժվարությամբ այդուհանդերձ կարողացան ի կատարածել։ Նոան առաջնության սկզբնահատվածը իհարկե մեծ հաշվով խնդիրներով անցավ եւ դա կարելի էր հասկանալ, կարելի է բացատրել, դա օրինաչափ է, քանի որ նրանց համար նոր էր եվրոպական ֆուտբոլի համադրությունը հայկականի հետ, շատ ճակատներում ունեցան ռեալ խնդիրներ, բայց կարելի ասել, որ ձմեռային դադարից հետո ամեն ինչ շտկվեց, նրանք պարզապես բոլորին հաղթում են մեծ հաշվով առանց լուրջ խնդիրների, այդ հաղթանակների ճանապարհի վերջնակետը դրեց Վանը, որը թերևս այս առաջնության բացահայտումներից մեկն է եւ հենց Վանն է արժանի ըստիս ինչ որ դրվատանքի խոսքերի, քանի որ եթե բոլորի դեմ խաղերում Նոան արտաքնապես այնպիսի տպավորություն էր թողում, որ ինքը մեծ ճիքերի գնով չի խաղում եւ ամեն րոպե կարող է ավելացնել եւ պարզապես հաղթանակ կորզել, այդ շարքում առանձնանում է Վանը։ Այս առաջնության առաջին հատվածում նրանք իհարկե խոշոր հաշվով պարտություն կրել էին, բայց դրանից հետո թե գավաթային դիմակայություններում, թե առաջնությունում նրանք ֆանտաստիկ ֆուտբոլ են, արժանի ֆուտբոլ են խաղացել։ Շատերը կարող են ասել, որ դա պայմանավորված է օրինակ որոշ դեպքերում Չարենցավանի դաշտի որակով կամ չգիտեմ այլ հանգամանքներով, բայց ես չեմ համաձայնի, քանի որ դաշտը նույնն է թե այն կողմի համար, թե մյուս կողմի համար եւ Վանը իրոք արժանի թիմ է։ Արժանի թիմ է անգամ ներկայացնելու հայկական օրինակ ակումբային ֆուտբոլը եվրոպական մրցասպառեզներում։ Շատ հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես են նրանք մարտնչում Վանի հետ, Նոայի հետ, այն դեպքում, երբ որ զիջում են շատ հանգամանքներով, այդ թվում եւ ֆինանսական, բայց նրանք պայքարի ձև ու եղանակ գտան, Վայե Գևորգյանը գտավ այն կազմը, այն ֆուտբոլիստներին, եւ երևի թե այդ կազմի զարթնել հենց Կարեն Նալբանդյանն է, որի իրացրած Դուգանային հարվածը թերևս առաջնության ամենագեղեցիկ ու փայլուն գոլերից մեկն էր իրացման եւ տեխնիկայի տեսանկյունից, այնպես որ նրանց կարելի է ծափահարել, նրանք վերջին մի քանի խաղերում ասելիք կունենան, դեռևս շանս կա, որ նրանք կհասնեն մրցաշարային աղյուսակում նաեւ Փյունիկին եւ Վանին բաժանում է 7 միավոր եւ պետք է խոստովանել ու ընդգծել, որ Վանը դեռևս մեկ հանդիպում էլ քիչ է անցկացրել ի տարբերություն Հայաստանի բազմակի չեմպիոնի։ Նոային պետք
պետք է շնորհավորել։ Նրանք երկար ու դժվարին ճանապարհ անցան, այս մրցաշրջանը նրանց համար թեթև չստացվեց, բախումներ, խնդիրներ եղան Հայաստանի Հանրապետության մի շարք ակումբների հետ, նույն Վանի, Արարատ Արմենիայի, Շիրակի, բողոքներ եւ այլն, բայց ֆուտբոլը նաեւ դրանով է գեղեցիկ, որ կա թեժություն, պայքար, միաժամանակ պետք է ընդգծել, որ առհասարակ մի փոքր մեզ մոտ փոխադարձ հարգանքի մթնոլորտն է հայկական ֆուտբոլում, ինչ որ կաղում թերացել, շատ հաճախ գեղեցիկ այս հանդիպումները, ինչ որ խժդժություններով են ավարտվում եւ պայքարը իրապես պետք է ասել, որ որքան էլ հաճելիորեն թեժ է, այն չպետք է եռա եւ դառնա ինչ որ հայոյախառն արտահայտությունների փոխադարձ վիրավորանքների այս 90 րոպեն պլյուս պայքարի մասին էր, այն ավարտվեց սուլիչով եւ դրանից հետո մենք իրար ընկերներ ենք։ Գոնե նվազագույնը մարդիկ, ովքեր որ միմյանց հարգում են։ Այս հարգանքը հայկական ֆուտբոլում մի փոքր վերջի շրջանում պակասում է, չնայած նրան, որ ինքը առաջնությունը խաղային որակներով, թեժ պայքարով միայն եւ միայն առաջադիմում է։ Ես մարդով, որ տասնամյակներ շարունակ այս կյանքից նվիրել եմ նաեւ Հայաստանի առաջնությանը հետևելուն, կարող եմ փաստել, որ առաջնությունը միայն եւ միայն խաղերի կտրվածքով հետաքրքրանում է։ Ամեն տուրում կարելի է գտնել մեկ խաղ, որը ուղղակիորեն արժանի է դիտելու։ Եվ երբ ընկալում ես, որ դա Հայաստանում է, Հայաստանի առաջնության ամենահետաքրքիր խաղերից մեկն է եւ շատ ավելի հետաքրքիր, քան օրինակ պայմանական Իտալիայի առաջնության միջին օրենսդրանականների որևէ ակումբների միջև դիմակայություն, հասկանում ես, որ դա ունի ինչ որ արժեք եւ դրան պետք է հետևել ու արժևորել, արժեք տալ։ Ցավոք սրտի հենց իրենք ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչները ամեն այդ նման կարևորության դիմակայության վերջում ինչ որ բախման են գնում, առաջացնում թեժ քննարկումներ, որոնք որ պարզապես անիմաստ են, պարզապես պետք էր գնալ ձեռք սեղմել եւ այդ ամեն ինչը կարդվեր։ Հուսամ, որ բոլոր կողմերը այս նպատակին ընդառաջ որևէ քայլ կկատարեն, այս առաջնությունը գեղեցիկ նոտայի վրա կավարտվի, նոայի համար մի նոր շրջափուլ է սկսվում, քանի որ այս հավակնորդ պրոյեկտը Հայաստանը ներկայացնելու է եվրոպական ֆուտբոլի թիվ 1 մրցաշարում, Չեմպիոնների լիգայում։ Դա նոր մակարդակի քննություն է, իր մարտահրավերներով, կազմակերպչական եւ ֆինանսական տարատեսակ մարդկային ռեսուրսների խնդրով առհասարակ։ Եվ այս տիտղոսը նաեւ առաջինն էր գլխավոր մարզիչ Ռուի Մոտայի համար։ Նա էլ բազմաթիվ խնդիրներով հանդերձ պետք է հասկանա հայկական ֆուտբոլը ավելի լավ, հասկանա այն խնդիրները, որոնց նա բախվել է, փոխի իր վերաբերմունքը նաև այն դիմակայություններում, որտեղ որ նա օրինակ ձախողել է եւ վերանայելով այդ արժեքները կարողանա նոր լեվելի բարձրացնել։ Այո, շատ տեղ կա աճելու, շատ տեղ կա անելու, միանշանակ է որ այդ ճանապարհը նրանք անցնում են դժվարությամբ, ոչ այդքան տեղ-տեղ սայթակելով, բայց այդուհանդերձ նոան տարեց տարի միայն եւ միայն առաջ է գնում։ Ուրախ եմ նրանց համար, պարզապես այդ խնդիրները հնդածս պետք է լուծել ու շարժվել առաջ, չէ՞ որ մենք բոլորս վստահ եմ, որ եթե պարզ հարց տամ, որ ինչի համար ենք մենք աշխատում, պատասխանը լինելու հետեւյալը. մենք աշխատում ենք հայկական ֆուտբոլի համար։ Այո, ամեն մեկն իր փոքրիկ շահը ունի, բայց մեծ հաշվով այս ամենը հայկական ֆուտբոլի համար է եւ այո, որոշ դեպքերում, որոշ տեղերում պարզապես պետք է խնդիրները լուծել, շտկել փոխադարձ հարգանքով եւ գնալ այդ նոր ու մեծ նվաճումների հետևից։ Նոային շնորհավորում եմ, գալիք տուրերի ընթացքում տեղի կունենա պարգևատրման պաշտոնական արարողությունը, իսկ եզրափակիչ խոսքում նվիրված նրանց պետք է ասեմ, որ այս րոպեներին ընթանում է մեկ այլ տիտղոսի համար պայքար, հանդիպում, հանրապետական մարզադաշտում միմյանց են հանդիպում փաստացի երկու մեր առաջնության ամենաուժեղ ակումբները Նոան եւ Արարատ Արմենիան, նրանք վիճարկում են Հայաստանի գավաթը։ Սա էլ եւս մեկ հետաքրքիր դիմակայություն է եւ այս խաղի մասին արդեն ավելի մանրամասն մենք կխոսենք մեր գալիք շաբաթվա եթերի ընթացքում։ Եվ ինչպես խոստացա այս թողարկման սկզբնամասում, վերջում լինելու է փոքրիկ անդրադարձ մեկ այլ մարզաձևի, մասնավորապես կարատեին։ Վերջին օրերի ընթացքում Երևանը ընդունել էր կարատեի Եվրոպայի առաջնությունը մեծահասակների եւ ես մի քանի նկատառումից հետո արդեն մեկ նպատակ եմ հետապնդում շնորհավորելու առաջին անգամ մեդալներ նվաճած մարզիկներին, իսկ գլխավոր նկատառումս հետևյալն է. ինչի մասին է կարատեն որպես արևելյան մարտարվեստ։ Ես առաջինը ու միակը չեմ լինի, որ կասեմ, որ հակասական է այդ մարզաձևի ընկալումը ամբողջ աշխարհում։ Օլիմպիական խաղերում բերեցին,
հետ տարան, բերեցին, հետ տարան։ Ոչ մեկ չի հասկանում ինչպես այն դիտել, ինչպես այն բացատրել, ինչպես բացատրել կանոնները։ Դա ցուցադրական է, դա մարտարվեստ է, կանոնները տարբերվում են այլ մարտարվեստներից եւ գեղեցիկի ու դիտարժանության տեսանկյունից այն բավական լուրջ խնդիրներ ունի եւ հիմա նման մրցաշար, որը ավանդապես Հայաստանում եղել է, բացի այդ Հայաստանում այն բաժանված է ինչ որ մի շարք ֆեդերացիաների միջև, մեկը այս ճյուղի ներկայացուցիչն է եւ պնդում է, որ համաշխարհային կարատեի ասոցիացիան ճանաչում է հենց իրենց։ Շատ տեղերում գնում են ինչ որ մրցաշարերի եւ հետ գալիս ասում, որ իրանք դարձել են աշխարհի չեմպիոն, չեք պատկերացնում, բայց բանից պարզվում է մրցաշարը տեղի ունեցել Ադլերում եւ նրան մասնակցել է Ղազախստանն ու Բելարուսը եւ օրինակ Ռուսաստանի ինչ որ շրջաններ, անգամ Ռուսաստանը չի մասնակցել եւ մենք, բայց բանից պարզվում է, որ դա աշխարհի առաջնություն է։ Աշխարհի առաջնությունը ինչի համար։ Խոսքը հենց այս մրցաշարի մասին չէ, այո, այստեղ պաշտոնապես Եվրոպայի առաջնությունն է։ Ամեն ինչ խճճված է եւ չգիտես այս մրցաշարի ընդունելը մեզ ու կարատե սիրող հայ երիտասարդին ինչ է տալու։ Բացի իրար քննադատելուց, չհասկանալուց այս մրցաշարի նպատակները եւ ըստ էության ես մի քիչ կասկածամիտ եմ նպատակահարմարության տեսանկյունից, նվազագույնը քարոզել մի մարզաձև massայականությանը նպաստել, կրկնում եմ, որից իմպակտ ստանալը բարդ է եւ անհեռանկարային։ Ինչ է դա մեզ տալիս, ես դժվարանում եմ ասել։ Մարզամերգային համալիրը հերթական անգամ ապացուցեց, որ այո, ինքը ինչ որ մասշտաբի մրցաշար կարող է ընդունել, այո, ողջունում եմ դա։ 54 երկրից գրեթե 1000 մարզիկ էր։ Երևանում կարելի էր տեսնել տարբեր երկրների ներկայացուցիչներ, տարբեր խոսքեր, տարբեր լեզուներով, ուրախ ենք միայն եւ միայն դրա համար։ Զբոսաշրջիկների տեսքով էլ մենք այդ ամենը չտեսնում ենք։ Ոչինչ դա էապես չի փոխում։ Երևանում ընդհանուր առմամբ մթնոլորտը դրանից ոչ ավելանում է, ոչ պակասում է։ Քննություններ հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչների համար, հա, երևի։ Ձեզ չթվա, որ ես ինչ որ չարակամ, չարախոս եւ ոչ մի լավը չցանկացող մարդ եմ, բայց պետանգի Եվրոպայի առաջնություն կարող ենք նույնպես Երևանում ընդունել։ Ինչ է դա մեզ տալու, կրկնում եմ, չգիտեմ, գնահատել նրա ազդեցությունը նույնպես դժվար է։ Պետք է փաստել, որ մենք ունենք մեդալներ, բրոնզե մեդալներ եւ Յուրա Զալյանը, ինչպես նաեւ Գոր Ներսիսյանը իրենց քաշային կարգերում նվաճել են բրոնզե մեդալներ։ Այսինքն տնային առաջնությունում մենք չի ասի, որ մեդալային տեղատարափ է եղել։ Թերևս այսքանը։ Երևանը նաև կարատեի համաեվրոպական կենտրոն դարձավ։ Նպատակների մասին, եթե ես մի քիչ ավելի տհաճ բաներ եմ շարադրել եւ դուք ավելի լավ թիրախային գիտեք, թե դա ինչ է մեզ տալի, օրինակ YouTube-յան ալիքում, երբ որ այս թողարկումը մենք տեղադրենք, մեկնաբանություններում գրեք ոչ թե վիրավորական եւ այլն, այլ պարզապես գրեք, հնարավոր է ես չգիտեմ, հնարավոր է մի բան չեմ հասկանում։ Ասեք, թե որն է այն դրականը, որը մենք սրանից քաղում ենք։ Շնորհակալություն։ Sport podcast Թեթանոսի հետի հերթական թողարկումներ Բուն TV-ի եթերում, կհանդիպենք գալիք շաբաթ։